Ակնհայտ էր, որ ՀՄԷԿ-ը երբևիցե չի ծառայել իր նպատակներին։ Մենք ակնհայտորեն տեսել ենք, որ ՀՄԷԿ-ը օգտագործվել է հանրային հեռուստաընկերությունը, օգտագործվել է բոլոր ժամանակներում քաղաքական նպատակահարմարության։ Բայց երբևիցե, բառացիորեն երբևիցե հակահայկական պրոյեկտներ ՀՄԷԿ-ով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում չեն եղել։ Երբեք ֆունդամենտալ իրավունքներ այս չափ խախտված չեն եղել, այսինքն խղճի ազատությունը, առանձին կրոնական կազմակերպության հետ վերաբերմունքը երբեք բառացիորեն չի եղել, եւ մենք սա գնահատում ենք լրջագույն խնդիր։ Բազմաթիվ այլ խնդիրներ կան, կարծում եմ բոլորն են տեսել եթերներում, թե ինչպես են օրինակ ընդդիմադիրներին հնարավորություն չտալի խոսելու, նույն բանավեճերի ժամանակ ինչ խնդիրներ են ստեղծում։ Բազմաթիվ խնդիրներ կա, որտեղ ՀՄԷԿ-ը ուղղակի չի ելնում իր իսկ սահմանած պետության կողմից սահմանած օրենքներին, եւ սա անում է անխափի ընտրությունների ընդառաջ։ Ակնհայտ է, որ որևէ իրական ընդդիմադիր ուժ չի կարողանալու այս համակարգի մեջ որևիցե հնարավորություն ունենալ լսելի լինել, տեսանելի լինել, այսինքն սա օգտագործում են, բառացիորեն հրավիրում են մարդկանց, որոնք որ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներն են, ֆան կլուբներն են, իր հակաիրավական, հակապետական թեզերը տարածողներն են, եւ այս մարդիկ հետո հայտնվում են ԿՊԱ-ական ցուցակների մեջ, այսինքն ամբողջը այս կոչված անկողմնակալ էքսպերտների ցուցակն էլ կա սահմանած, ու սա պետք է ինչ-որ ձևի կանխել, բնականաբար մենք չենք ավարտելու միայն դատախազության դիմելով, որտեղ մենք կարծում ենք, որ կա վստահ ենք, որ կա օրենքի խախտում, բնականաբար հույսել չենք կապում, որ իշխանությունները ներկայիս գործող գլխավոր դատախազը արձագանք կտա, դրական պրոցես կունենանք, պարզա որ սա չի լինելու, բայց ունենալ իրավական պրոցես, սկսել իրավական պրոցես, սա շատ կարևոր ենք համարում, որովհետև մենք իրավական պետության կողմնակիցներ ենք, եւ զուգահեռաբար պետք է ասեմ, որ մենք այս նույն բովանդակությունը, այն ինչը մենք արձանագրել ենք, որովհետև մենք մոնիտորինգ ենք իրականացրել, եւ այդ մոնիտորինգի արդյունքում արձանագրված խնդիրները պետք է ներկայացնենք նաեւ միջազգային գործընկերներին, նաեւ դիվանագիտական կորպուսին, որովհետև այն աջակցությունը, այն ներկայացումը, որ ցույց են տալիս մեզ իբր ժողովրդավարության բաստիոն, չգիտեմ, մարդու իրավունքները երբեք այս պաշտպանված չեն եղել, օրենքները այսքան պաշտպանված չեն եղել, դա մեղմ ասած կեղծիք է, դա իրականությանը չի համապատասխանում։ Տիկին Կարապետյան, ինչ եք կարծում ընտրությունների նախաշեմին հանրային հեռուստաընկերությունը կփոխի իր մարտավարությունը այս բողոքը, այս խնդիրները բարձրաձայնելուց հետո։ Դա իրանց խնդիրն է լինելու, որովհետև ի վերջո երբևիցե իշխանությունը պիտի փոխվի, եւ մենք ունեցել ամբողջ աշխարհում իշխանությունները փոխվում են, եւ այն պաշտոնյաները, ովքեր իրավունք են խախտել, օրենք են խախտել, իրենք ուղղակի պիտի իմանան, որ անձնական պատասխանատվություն են կրելու, այստեղ արդեն լղոզելու տարբերակ չի լինելու։ Բոլորն էին մեղավոր, բոլոր լռողներն էին, մտածես չի լինում։ Կոնկրետ գործողության համար կոնկրետ մարդիկ են պատասխան տալու, եւ այդ կոնկրետ մարդիկ հենց հիմա հուսով եմ նաև լսում են, եւ սա վրեժ խնդրության հարց չի, սա ինչ-որ մեկին անպայման բանտում տեսնելու մոլուցք չի, սա հստակ պատկերացում է, ամեն մարդ իր տեղում պարտավորություն ունի, եւ պարտավորությունն այդ իր պրոցեսները վերահսկելու, կանոնակարգելու, գործող օրենքներին համարժեք եւ համապատասխան։ Չի կարելի թույլ տալ, որ երկիրը դառնա ուղղակի մի խմբակի, այսպես տրամադրության տակ, նորից եմ ասում, մենք միշտ ունեցել ենք խնդիր, հա, միշտ ընդդիմադիրները ավելի քիչ ձայներ են ունեցել, միշտ իշխանական կողմը միշտ ավելի շատ է լուսաբանվել, դա շատ նորմալ չի եղել, աննորմալ է եղել, բայց դա ինչ որտեղ բացատրություն կարող է ունենալ։ Բայց երբ որ հայ առաքելական եկեղեցու, որոնք մեծ մասն են կազմում հետևորդները, մեծ մասն են կազմում մեր ժողովրդի, այս մարդկանց իրավունքները խախտվում են այս աստիճանի, երբ որ հակասահմանադրական գործողությունները լուսաբանվում են ՀՄԷԿ-ով, եւ զուգահեռաբար օրինակ նվիրական տոները հայկական, որոնք մայրաթոռում են ընթանում, որևէ կերպ չեն լուսաբանվում, սա գիտեք անգամ բարոյական նորմերից դուրս է, հələ լավ օրենքը դնել մի կողմ դրած, բարոյական նորմերից դուրս է։ Եվ այս ամեն ինչին պետք է կասեցում, մենք պիտի տանք մեր մոտեցումը, մենք պիտի ֆիքսենք մեր մոտեցումը, կա խնդիրը պիտի արձանագրվի։ Հետո ըստ այդմ գնահատական կտրվի նաև գլխավոր դատախազի գործողություններին, ՀՄԷԿ-ի համապատասխան պատասխանատուների գործողություններին, մնացած բոլորին։ Տիկին Կարապետյան, հանդիպում եք ունենալու, թե ուղղակի դիմում եք ներկայացնելու։ Առանձնապես ցանկություն չկա հանդիպելու, ավանդույթի համաձայն տուփի մեջ կփոխանցենք, որովհետև բան չկա խոսալու։ Եթե դատախազը իսկապես գլխավոր դատախազը Տիկին Վարդապետյանից քեզ պնդում են, որ ինքը ունի բավարար գիտելիքներ եւ հմտություններ հասկանալու համար թե ինչ է տեղի ունենում, եթե չհասկացող լինեն, կասենք չհասկացող մարդը ինչ եք ուզում։ Բայց նա ի վիճակի է սա գնահատելու, ճշգրիտ գնահատելու, եւ եթե միջև այս պահը չի պատկերացրել ինչու է իր գործառույթը եւ ինչ ինքը պիտի իրականացնել, հետեւաբար հանդիպելու տրամաբանություն էլ անկեղծ ասած չեմ տեսնում։
հարցնում։ Եթերից օգտվելով եթերից ասեմ Տիկին Վարդապետյան, բազմաթիվ գործեր կան, բազմաթիվ process-ներ կան, միայն սրա մասին չի, էլի բազմաթիվ գործընկեր կազմակերպությունները, այլ կուսակցություններ դիմումներով դիմել են եւ արձագանք չի ստացել, սկսած սահմանազատումից վերջացրած տարբեր առանձին անհատների իրավունքների խախտումով եւ արձագանք չեն ստացել։ Սա չի կարող անպատասխան մնալ ուղղակի։ Կարելի է մեկ էլ մի հատ բան ավելացնեմ։ Գիտեք, նրանք ովքեր համաձայն չեն վարած քաղաքականության հետ, համաձայն չեն այդ հանձնարարությունները կատարելու հետ, շատ հեշտ ձև կա։ Դիմում ես գրում, դուրս ես գալի աշխատանքից։ Դա լավագույն տարբերակն է։ Վախենում ես խոսել, որովհետև մտածում ես, որ քեզ էլ քո վերաբերյալ քրեական գործեր կհարցվեն, հետապնդում կլինի։ Մի խոսի, բայց առնվազն գոնե մասնակից մի դարի են հանցանքորություններ, որոնք տեղ են ունենում հենց հիմա ամեն օրվա ռեժիմով։